Ինձ թվում է, բոլորս գիտենք այս խմբի մասին կամ գոնե մեկ անգամ լսել ենք։ Բայց արդյոք մենք նույնքան լավ ենք ճանաչում այս խմբին, ինչպես որ մեզ է թվում։ Baby Monster-ի պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 1-ին։ Այդ օրը խումբը թողարկեց իր առաջին մինի ալբոմը Baby Monster անվամբ, որի գլխավոր երգն էր Շիշը։ Սակայն շատ քչերը գիտեն, որ այս խմբի դեբյուտը պետք է ավելի վաղ կայանար, բայց առաջացան որոշակի խնդիրներ։ Մինչ բուն թեմային անցնելը, ուզում եմ ձեզ ասել, որ բաժանորդագրվեք իմեջին, լայքեք տեսանյութը եւ չմոռանաք տեսանյութի վերջում գրել ձեր մեկնաբանությունները, քանի որ դրանց շնորհիվ իմեջը ել ավելի է ակտիվանում, իսկ ինչքան ակտիվ լինի իմեջը, այնքան ել ավելի շատ հետաքրքիր տեսանյութեր կտեղադրվեն։ Դե ինչ, վերադառնանք մեր թեմային։ 2023 թվականի նոյեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Ահյոնը առողջական խնդիրների պատճառով լքել է խումբը։ Շատերը սկսեցին անհանգստանալ Ահյոնի համար։ Խմբի երկրպագուները մտածում էին, որ Ահյոնը ընդմիշտ լքել է խումբը, սակայն մի փոքր ուշ Յեյջին հաստատեց, որ Ահյոնը շարունակում է մնալ խմբի անդամ եւ օրապաքինվելուց հետո կվերադառնա։ 2024 թվականի հունվարի 25-ին Յան Հյոսոկը, նույն ինքը Յեյջիի տնօրենը, մի հայտարարություն արեց, որի մեջ նշվում էր, որ Ահյոնը ամբողջովին ապաքինվել է եւ որ նա արդեն վերադարձել է մարզումներին։ Ինչպես նաեւ նա հայտարարեց, որ նրանց բոլոր երգերը նորից կձայնագրվեն եւ խումբը իր ամբողջական կազմով, այսինքն 7 հոգով, դեբյուտ կունենա ներկայացնելով իրենց մինի ալբոմը Baby Monster անվամբ։ You're all I can think of. Every drop I drink up. You're my soda pop, my little soda pop. Cool me down, you're so hot. Քանի որ խոսք գնաց Ահյոնից, մենք հենց նրա կյանքից էլ կսկսենք։ Ամբողջական անունը Չոն Ահյոն։ Ահյոնը ծնվել է 2007 թվականի ապրիլի 11-ին Հարավային Կորեայում։ Ցավոք սրտի Ահյոնի ընտանիքի մասին շատ մանրամասներ հրապարակված չեն։ Դե K-pop-ում դա սովորական է, անձնական կյանքը պահվում է գաղտնի։ Միայն հայտնի է, որ նա ունի սիրող եւ աջակցող ընտանիք, որը օգնել է նրան հասնել իր երազանքներին։ Փոքր տարիքից զբաղվել է երգով, հաճախ մասնակցել է դպրոցական ու տեղական ելույթներին։ Նրա վոկալը դեռ վաղուց էր ուշադրություն գրավում։ Սովորել է Տերյոնի միջնակարգ դպրոցում, այնուհետև Ռամիի հետ միասին ընդունվել է Հալիմի արվեստի բարձրակարգ դպրոցը, ինչպես նաև սովորել է Էրա Պարային ակադեմիայում։ Ահյոնը տիրապետում է 3 լեզուների՝ կորերեն, չիներեն եւ անգլերեն։ Յեյջիում նրա փորձնական շրջանը տևել է 4 տարի։ Դերը խմբում պարուհի եւ վոկալիստ։ Այժմ Ահյոնը 19 տարեկան է։ Tony Sean, I wanna just leave me a voice. I wanna say you should shine it so cool, happy babe. Tony Sean, I wanna just leave me a voice. Hey, oh, show me Quinnan, I eat your Georgian dad. Girl, you look so cute. Հարամը ծնվել է 2007 թվականի հոկտեմբերի 17-ին Հարավային Կորեայում։ Ամբողջական անունը Շին Հարամ է, բեմական անունը Ռամի։ Աղջկա խոսքերով այս անունը առաջացել է իր անվան վերջին 3 տարերից։ Ռամ եւ ավելացնելով ի տառը ստացել է Ռամի անունը։ Սովորում է Հալիմի արվեստի բարձրակարգ դպրոցում։ Ինչպես նաեւ ունի փոքր եղբայր։ 2 տարեկանից սկսած աշխատել է որպես մոդել, այնուհետև նկարահանվել է խաղալիքների եւ հագուստների գովազդների մեջ։ Հարամը հայտնի է իր քրտնաջան մարզումներով, ասում են, որ նա կարող էր մարզվել օրական 9-ից 10 ժամ։ Հայտնի է իր յուրօրինակ վոկալով, ինչով էլ որ շատ են նմանացնում Blackpink-ի Rose-ի հետ։ Նրա փորձնական շրջանը Յեյջիում տևել է 5 տարի։ Շատ լավ է թե սպորտում, թե պարում։ Դերը խմբում վոկալիստ։ Այժմ Հարամը 18 տարեկան է։ You hold it down and take it off and gave you a chance. Need the reassurance, baby, not a silly romance. Yes, I used to be disappointed, falling too fast.
Էյսան ծնվել է 2006 թվականի ապրիլի 17-ին Ճապոնիայում։ Ամբողջական անունը Էնամի Էսա։ Ունի 2 մեծ քույր։ Իդեպ Էյսան եւ Ռուկան առաջին ճապոնիի այդոլներն են, որոնց դեբյուտը կայացել է Եյջիում։ Ազատ ժամանակ սիրում է գրել երգի բառեր։ Տիրապետում է 3 լեզուների՝ ճապոներեն, կորերեն եւ մի փոքր անգլերենի։ Նրա փորձնական շրջանը տևել է 6 տարի։ Դերը խմբում рэպեր։ Այժմ Էյսան 20 տարեկան է։ Ռուկան ծնվել է 2002 թվականի մարտի 20-ին Ճապոնիայում։ Ամբողջական անունը Կավայի Ռուկա։ Ռուկան տան միակ երեխան է, ինչպես նաև 2017 թվականին դարձել էր Shibu Tree Project ճապոնական խմբի անդամ։ Այնուհետև 2018 թվականին լքել է խումբը։ Դեռ 6 տարեկանից սկսած նա շատ լավ է ապրել։ Եջի տնօրենը անգամ ասում էր, որ չի եղել դեպք, որ նա Ռուկայի բարը քննադատի, այսինքն նա միշտ էլ փայլել է իր բարային հմտություններով։ Ռուկայի փորձնական շրջանը տևել է 6 տարի։ Նաև Ռուկան համարվում է խմբի ամենամեծ անդամը՝ Մադնեն։ Դերը խմբում գլխավոր рэպեր եւ գլխավոր պարուհի։ Այժմ Ռուկան 24 տարեկան է։ Ֆարիտան ծնվել է 2005 թվականի օգոստոսի 26-ին Թայլանդում։ Ամբողջական անունը ես չեմ արտասանի, քանի որ մի փոքր բարդ է, բայց կտեղադրեմ տեսանյութի վրա։ Մինչև Yeji Entertainment-ում փորձնական շրջանն անցնելը նա աշխատել է որպես մոդել եւ հաղթել է Intermodel Thailand մրցույթում։ Փորձնական շրջանը Yeji-ում տևել է 2 տարի, ինչպես նաեւ կարողանում է գիտար նվագել։ Դերը խմբում վոկալիստ։ Այժմ Ֆարիտան 20 տարեկան է։ 音が止まった色が変わった空白だった記憶の彼方ドラマみたいだ鼓動が鳴った I wonder Ռորան ծնվել է 2008 թվականին Կորեայում։ Բեմական անունը Ռորա, ամբողջական անունը Լի Դեին։ Տիրապետում է 3 լեզուների՝ կորերեն, անգլերեն եւ չիներեն։ Թե ինչպես առաջացել Ռորա անունը ստույգ տեղեկություն չկա, բայց շատերի կարծիքով այդ անունը առաջացել է Ավրորա անունից, որն նշանակում է հյուսիսափայլ։ Եթե դա ճիշտ է, ապա իմաստը կարող է լինել փայլուն, լուսավոր, գեղեցիկ կամ յուրահատուկ։ Եվ եւս մեկ հետաքրքիր փաստ նրա մասին, նա համարվում է Հարի Փոթերի մեծ երկրպագու։ Փորձնական շրջանը Yeji-ում տևել է մոտավորապես 4-ից 5 տարի։ Դերը խմբում համարվում է գլխավոր վոկալիստներից մեկը։ Այժմ Ռորան 17 տարեկան է։ Դե ինչ, մենք հասանք խմբի ամենափոքր անդամին՝ Մակնեին։ Չիկիտան ծնվել է 2009 թվականի հունվարի 26-ին Թայլանդում։ Բեմական անունը Չիկիտա, իրական անունը կտեղադրեմ տեսանյութի վրա։ Նրա բեմական անունը իսպաներենից թարգմանաբար նշանակում է փոքրիկ աղջիկ, իսկ որպես օրինակ է նրան ծառայում Blackpink-ի Լիսան։ Ունի մեծ եղբայր Քոփերը, ով համ երգիչ է, համ էլ դերասան։ Սիրելի միտքն է Մանդարինը։ Իդեպ, Չիկիտան միակն է Yeji-ի պատմության մեջ, ում փորձնական շրջանը տևել է ընդամենը 9 ամիս։ Դերը խմբում Մակն է եւ վոկալիստ։ Այժմ Չիկիտան 17 տարեկան է։ Կցանկանայի նշել եւս մեկ փաստ Baby Monster-ի մասին։ Ի տարբերություն մյուս խմբերի, ովքեր պարտադիր ունեն խմբի լիդեր, այս խմբում լիդեր չկա։ Բոլորն էլ կարելի է ասել հավասար են։ Եվ վերջում, ինչպես է առաջացել Baby Monster անունը։
Իրականում, ինչպես որ նշել էր Ռոզեն իր հարցազրույցներից մեկում, դա եղել է Blackpink-ի համար նախատեսված անվանումներից մեկը։ Սակայն հետագայում որոշվեց, որ այդ անվանումը պետք է տան հենց Baby Monster-ին, քանի որ ամենաշատը համապատասխանում էր հենց նրանց։ Baby Monster թարգմանաբար նշանակում է փոքրիկ հրեշներ։ Դե ինձ սիրելի հետևորդներ, մեր տեսանյութը հասավ իր ավարտին, իսկ դուք գրեք մեկնաբանություններում, թե հաջորդը որ խմբի մասին փաստեր կցանկանայիք իմանալ։